Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Պարոն Քոչինյան, նախընտրական դրամաբանության մեջ օրերս տեսա մի թեզ, որ շրջանառվում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կամ Թուրքիա կամ Ռուսաստան գնալու մասին են։ Նախ ըստ էության նորմալ է այս երկընտրանքը դնելը եւ արդյոք այս թեզերը ծնվել են Հայաստանում, որովհետեւ հիմնականում սրանք շրջանառվում են ընդդիմության կողմից, որ տեսեք, եթե չենք գնում Ռուսաստան, գնում ենք Թուրքիա։ Եվ ինչու է Հայաստանին միշտ ինչ-որ երկընտրանք առաջարկվում կամ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ ձեր տաղավարում առաջին անգամ հայտնվելու կապակցությամբ։ Տեսեք, դուք ձեր հարցի մեջ մի կարևոր բառակապակցություն ասացիք, արդյոք այս թեզը ծնվել է Հայաստանում, կարևոր նախադասություն ասացիք, արդյոք այս թեզը ծնվել է Հայաստանում։ Ոչ, բնականաբար այս թեզը Հայաստանում չի ծնվել, սա Ռուսաստանի դասական, այսպես հետգաղութային խոսույթի մարմնավորումն է, որ կամ մեր հետ, կամ թուրքերի հետ, հա։ Տասնամյակներ շարունակ Հայաստանին կապանքների մեջ պահած, քաղաքական շրջանակի մեջ պահած թեզի մարմնավորումն է սա։ Ընդհանրապես ռուսերեն մի հատ լավ արտահայտություն կա «Смена понятий», այ իրողությունների կամ իրականության փոփոխություն։ Ինչն է կայտ ունենք, երբ որ կա որոշակի քաղաքական կուրս, այդ քաղաքական կուրսը եթե ուրեմն քննարկվի հենց իրականության մեջ ու իրաբովանդակության մեջ, որևէ հակափաստարկ ներկայացնելը կամ դժվար է կամ անհնարին է։ Դրա համար ինչ են անում այդ ձեր նշած տարբեր քաղտեխնոլոգները, ոչ թե այդ քաղաքական կուրսն են քննադատում, այլ այդ քաղաքական կուրսի մեջ որևէ մասնիկ, որևէ բաժին փոխում են իրենց հայեցողությամբ եւ սկսում են դա քննադատել։ Օրինակհամար, եթե Հայաստանում գնում է քաղաքական գիծը դեպի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, այսինքն մի կողմից հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի Թուրքիայի հետ, մի կողմից Եվրոպայի հարաբերությունների խորացում Միացյալ Նահանգների հետ, Հնդկաստանի հետ, գլոբալ հարավի տարբեր պետությունների հետ, Ծոց, Իրան եւ այլն։ Միևնույն ժամանակ փորձելով կայուն պահել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչ են անում այս մարդիկ, ասում են, չէ, մենք այս ամեն ինչի մեջից վերցնում են միայն Թուրքիան, ասում են, այ եթե դուք ուզում եք Թուրքիայի հարաբերությունները կարգավորեք, Ռուսաստանն էլ դրան դեմ է, որ մենք փոխարինում ենք Թուրքիայով Ռուսաստանին։ Սա է դասական այդ մանիպուլյացիան է, հասկանում եք, չնայած մեր իրականության մեջ այս բառը այնքան օգտագործել որ ինքները կարծես ինչ-որ չափով մանիպուլյացիա դարել, բայց սա դասական մանիպուլյացիա է, որ դու ուրեմն մտքից մի էլեմենտը փոխում ես ու դա է սկսում քննադատել։ Մինչդեռ Հայաստանը բացարձակապես չէ դա որ ինքը գնում է դեպի Թուրքիա կամ ինչ նշանակում է ընդհանրապես դեպի Թուրքիա գնալ, ես այդ տերմինը չեմ հասկանում։ Ոնց կարա Հայաստանը դեպի Թուրքիա գնա կամ ուրիշ բան կա, այս ասում են դուք ուզում եք Թուրքիային ներեք։ Այ մարդու ո՞վ է խոսում Թուրքիային ներելու մասին։ Նախ ներում են, երբ որ ձեզանից ներողություն են խնդրում։ Մեզանից ինչ մեկը ներողություն է խնդրել։ Թուրքիայի նախագահն եկել է Ծիծեռնակաբերդում ներողություն է խնդրել, խոնարհվել է Ծիծեռնակաբերդում կրակի առաջ։ Ոչ։ Եվ ուրեմն որևէ խոսակցություն ներելու, չգիտեմ, բանի հաշտեցման մասին չի գնում։ Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանի ակտիվացում։ Սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Պարոն Քոչինյան, ընդդիմության կողմից, ընդդիմադիր падգամավորների կողմից նաև վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ այ դուք իշխանությանն են մեղադրում, որ մեզանից գողանում եք մեր ինքնությունը, ինքնության համար, հայ ինքնության համար պարտադիր է որևէ մեկին ատել եւ որևէ մեկին, այսպես ասած, ընկալել որպես փրկիչ։ Այսինքն այս ատելու եւ փրկիչ փնտրելու էլի երկընտրանքն եմ ուզում հասկանալ, որովհետեւ վերջին շրջանում էլի բոլոր մեղադրանքները դրան են ուղղված, որ ինքնությունն է խլում, Թուրքիայի հետ հարաբերություն կառուցում։ Շատ հաճախ եմ ասում, որ Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ խնդիրը ընդդիմությունն է։ Ինչու՞, որովհետեւ իրականում այսօրվա իշխանությունը շատ բաների համար կարելի է քննադատել եւ շատ բաների համար պետք է քննադատել։ Բայց երբ որ ընդդիմությունը սկսում է ինչ-որ ապուշ թեմաներով քննադատել իշխանությունը, դա իշխանությանը մեն օգնում է։ Հիմա այս օրինակի վերախոսանք, հա, այս ընդդիմության ակտիվ ջանքերի շնորհիվ հայրենասիրությունը կամ եթե կուզեք ազգային ինքնությունը իջեցվել հասցվել է թուրքատիացության մակարդակի։ Իսկ որպեսզի դու հայ լինես, դու պետք է ատես թուրքերին։ Հարգելի բարեկամներ, հայ լինելը դա մեր երաժշտությունն է, մեր կերպարվեստն է, մեր գրականությունն է, մեր էպոսն է, մեր ավանդույթներն են, մեր կրոնն է, մեր մշակույթն է, մեր խոհանոցն է, հազար ու մի ստեղծարար սկիզբն է հայ լինելը, ոչ թե ինչ-որ մեկին ատելը։
Մենք իրականում ունենք շատ մեծ ճոխություն չլինելու ադրբեջանցի, որպեսզի մեր ազգային ինքնությունը եւ մեր այդ բանը խմբային ինքնությունը, հա, այսպես ասենք, հասարակական ինքնությունը կառուցվի հակայի վրա։ Շատ մենակ ադրբեջանցիները չեն, շատ հասարակություններ կան, որ տենց է, Պակիստանն էլ այդպես կառուցված, վայ մենք հնդիկ չենք, հա, մենք Հնդկաստանի հակառակն ենք, այ Պակիստանը տենց է կառուցված։ Եվ շատ հասարակություններ կան, որ կառուցված են այդ հակադրման տրամաբանության մեջ, բայց լավ տեղ տանում են։ Դա առաջինը դա լավ օրից չի, դա այդ քաղաքական պրոյեկտները, այդ հասարակությունները դա արել են, որովհետև այլընտրանք չունեին։ Եվ երկրորդը բնականաբար դա որևէ լավ տեղ չի տանում։ Հիմա մենք ունենք հազարամյա մի հատ ինքնություն, որը որ հələ մի բան էլ ավել է, հələ մեկ խանգարում է պետություն կառուցել ունետ ինքնությունը այնքան խորն է, այնքան մեծ է, այնքան հարուստ է, հայտնվել են ինչ-որ խելացի դեմքերով ասում են, բա ով որ թուրքին չի ատում, նա հայ չի։ Այդտենց լավ չի շարունակեք, ասեք ով որ լաց չի լացում, նա հայ չի, ով որ խաշ չի ուտում, նա հայ չի։ Ինչքան կարելի է այս մանկամտությամբ տարապել։ Եվ պարոն Քոչինյան Գալոզինն էլ հայտարարել, որ Մոսկվան շատ գոհ է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների ինտենսիվացումից եւ նաեւ բանակցությունների ինտենսիվացումից եւ նշել էր, որ այդ հարաբերությունները սկսել են զարգանալ 2022 թվականին Մոսկվայում եւ տողատակում կրկին հարթակ էր առաջարկել, որ Մոսկվան այսօր էլ պատրաստ է երկու կողմերին ընդունել։ Ըստ հիմա հարթակ եւ կամ միջնորդ կողմ պետք են Հայաստանին եւ Թուրքիային հարաբերություններ կառուցելու եւ կամ կարգավորումների գնալու առումով։ Ոչ հարթակ է պետք, ոչ միջնորդ է պետք, այս անգամ եթե հարթակ կամ միջնորդ պետք է, դա միանշանակ չպետք է լինի Ռուսաստանը, եւ ես սա ասում եմ ոչ թե ինչ որ, չգիտեմ, ռուսատիացության տրամաբանության մեջ, բացարձակապես, այլ այն պարզ տրամաբանությունից ելնելով, որ հայ-ադրբեջանական կարգավորումը եւ հայ-թուրքական կարգավորումը չի ելնում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական շահերից, տարածաշրջանային իր շահերից։ Նորից ոչ թե որտեղ Ռուսաստանը վատն է, արևմուտքը լավն է, չգիտեմ, այնտեղ չար մարդիկ են նստած, այնտեղ բարի մարդիկ են նստած, այլ աշխարհակաղակական դրվածքն այնպեսին է, որ մի ուժային կենտրոնին հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումը ձեռնտու է, հետաքրքիր է, մեկին հետաքրքիր չէ։ Եվ այստեղ կա բնական շահերի համադրություն ու հակադրություն, հասկանում եք։ Ու նորից մենք պետք է արդեն գիտեք փորձենք դուրս գալ էլի այդ սև արտաքին քաղաքականությունը սև սպիտակ տեսնելու տրամաբանությունից։ Եթե մենք օրինակի համար առաջիկայում տեսնենք ինչ-ինչ հնարավորություններ, որ Ռուսաստանի հետ Հայաստանի շահերը համընկնում են ինչ-ինչ հարցերի շուրջ, ես առաջինն եմ լինելու, որ ասել եմ, մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ այդ հարցերում։ Այս պայմանությամբ մեր բոլոր խնդիրները, որոնք որ մենք մեր առջև դրել ենք, մեր արտաքին կախվածությունների նվազեցում, մեր արևելյան եւ արևմտյան հարևանների հետ հարաբերությունների կարգավորում չեն ելնում Ռուսաստանի շահերից եւ դա պատճառը, որ որոշակի բան է գնում, հերացում է գնում եւ պաշտոնական Երևանի եւ պաշտոնական Մոսկվայի միջեւ։ Բայց նույնիսկ եմ կրկնում, օրինակ համար եթե հյուսիս-հարավ պարագծով կոմունիկացիաների բացազատման տրամաբանությունը արդիական դառնա եւ այդ տրամաբանության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն շահերի համադրություններ, մենք պետք է աշխատենք նաեւ Ռուսաստանի հետ այդ տրամաբանության մեջ։ Պարոն Քոչինյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ իշխանությանը շատ բաներում կարելի է մեղադրել, որ ընդդիմությունը այսօր չի անում, հակառակը դրան ինչ որ անհասկանալի թեզեր է շրջանառում։ Երեք օրինակ Սամվել Կարապետյանի փաստաբանը Ամստերդամ անունով ասաց, որ Եվրամիություն է դիմելու այն փաստով, որ Հայաստանում շատ են քաղբանտարկյալներ, այդ թվում Սամվել Կարապետյանը եւ պահանջելու են Կարապետյանին ազատ արձակել, այնքան ժամանակ գրոհելու են Հայաստանը, քանի դեռ Կարապետյանը ազատ չի, ազատության մեջ չի։ Հիմա այս իմաստով իսկապես այս իշխանությունները, քանի որ շատ են խոսում, որ այս իշխանությունների օրոք ամենաշատ քաղբանտարկյալներ են եղել, օրինակ Աջապահյանը, Գալստանյանը եւ նաեւ Սամվել Կարապետյանը։ Հիմա այս օրինակ արտախորհրդարանական ընդդիմություն, այսպես հանդիսացող ուժերի, օրինակ Մերձևովը, որը ապաքաղաքական է, մեղադրանքները տեղին են, նույն Սամվել Կարապետյանի փաստաբանի նաեւ։ Ես չեմ կիսում իրենց մեղադրանքները, ես չեմ համարում, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանություններին քննադատելու շատ այլ առիթներ կան։ Առաջինը ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները չափազանց մեղմ են վարվել հեղափոխությունից հետո եւ իրավապահ համակարգը տապալել է ըստ էության Հայաստան արդարություն վերադարձնելու իր առջև դրված խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց շուրջ պտտվող անձինք դեռևս ազատության մեջ են, ավելին ձեռքերը գրպանները դրած շվշվացնելով քայլում են քաղաքում եւ իշխանություն վերցնելու կամ չգիտեմ ինչ որ բաներ ասուլիսներ են տալիս, որտեղ խոսում են թե ոնց են իրանք վերադառնալու իշխանությունից, սա իմ կարծիքով այս իշխանության եւ այս իրավապահ համակարգի ամենամեծ տապալումն է, որը որ անձամբ ես ինձ չեմ ներելու։
Չէր կարող Հայաստանում հեղափոխություն լիներ եւ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մնային ազատության մեջ։ Ավելին մնային ազատության մեջ ու մի հատ էլ ֆրակցիաներ ունենային ազգային ժողովում, բայց դա այդպես եղավ։ Հասկանում եք, այդ առաջինը։ Երկրորդը թե օրինակ դες հետաքրքիր է, թե ինչու կարելի է մեղադրել իշխանություններին, այս իշխանություններին կարելի է մեղադրել դանդաղկոտության մեջ։ Այդրեթե բոլոր ոլորտներում օրինակի համար թրիփ է վերցնենք կամ ենթակառուցվածքների բացազատումը վերցնենք, բոլոր ոլորտներում մենք ականատեսենք դանդաղկոտության, անվճռականության, որը խնդիր է։ Եվ ինձ համար, գիտեք, ասում ամենամեծ խնդիրը այն է, որ ազգային ժողովում փոխանակ ընդդիմությունը ելնի եւ այս ուղությամբ բարձրաձայնի, սա քննադատի իշխանությանը, այսպես հրի այս ուղությամբ հելնում են ինչ որ բա ով որ թուրքերին չի ատում, հայ չի, բան ինչ որ։ Պարոն Քոչարյան, այսինքն ըստ ձեզ պիտի Քոչարյանի ֆրակցիան մոտիվացնի, որպեսզի իշխանությունները գնան Քոչարյան։ Նախ չպետք է ֆրակցիա ունենար, Քոչարյանը չպետք է ազատության մեջ լիներ, այնտեղ է պետք է լիներ ուրիշ ֆրակցիա։ Այ այդ ըստիս։ Այսինքն որ Քոչարյանը ասուլիս է տալիս, ես ճիշտ եմ հասկանում, գլխավոր մեղավարությունը այսօրվա իշխանությունն է։ Այո, եւ իրավապահ համակարգի։ Բայց ամեն դեպքում Քոչարյանը այսօրվա իշխանությունը անգամ քաղաքական գնահատական չի տվել Սերժ Սարգսյանի կառավարմանն ու Ռոբերտ Քոչարյանի կառավարմանը։ Այսօրվա իշխանությունը անգամ չի ֆիքսեն փաստը, որ Հայաստանում 20 տարուց ավել իշխանությունը զավթած է եղել։ Հասկանում եք, մենք նույնիսկ ուզում կգնա Ժորժա, մենք հեղափոխություն ենք արել։ Այդ հեղափոխությունը ամենամեծ ցնցումն է, որ երկիրը կարա տանի, հա, այդ հեղափոխությունը հայ ժողովրդի ճարահատյալ ձևն էր հարաբերվելու այս պետության հետ, որտեղ ինքը 20 տարի զրկված էր եղել իշխանություն ձևավորելու հնարավորությունից։ Եվ այն երկու անձինք, ովքեր հիմնական պատասխանատուներն են այդ իրավիճակի, անգամ քաղաքական պատասխանատվության չեն ենթարկվել։ Որտեղ այդ երկու մարդիկ այսօր ֆրակցիա ունեն, իրանց անձնական օգտագործման ֆրակցիաները ունեն ազգային ժողովում։ Օրինակ օրերս Նարեկ Կարապետյանը մի շատ ուշագրավ հայտարարություն արեց, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները աչքի են ընկել ամենահետաքրքիր տնտեսական գործարքներով, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին խոսքի ազատությունն է, այսպես ասած, բարելավել իր դիրքերը։ Նման կանխատեսումներ է նաև Գիտեք, ես էսպեսի բան ասեմ, էլի փորձը ցույց է տալիս, որ երբ որ մարդիկ որևէ ոլորտում ինչ որ հաջողություններ են հասնում, կամ ավելի ճիշտ իրանց բարեկամներն են ինչ որ ոլորտում հաջողությունների հասնում եւ իրանց ինչ որ պաշտոնի են տեղադրում որևէ բիզնեսում, իրանց մոտ տենց տպավորություն է ստեղծում, թե իրանք տենց այնքան դեմք են, որ իրանք կարող համ բիզնեսում հաջողությունների հասնեն, համ քաղաքականության մեջ հասնեն։ Ավելի ճիշտ թե բիզնեսում հասել են, քաղաքականության մեջ կհասնեն ու կհասնեն։ Բայց այս արդեն ո՞ր դեպքն է, երբ որ բիզնեսմենները կամ բիզնեսմենների բարեկամները հենց սկսում են քաղաքականությամբ զբաղվելու առաջին իսկ ճառը իրենց ասում են հենց են խայտարակելնում, որ իրանց քաղաքական կարիերան վարի են տալիս։ Սա երկրորդ թե երրորդ դեպքն է այս վերջին մի քանի տարվա մեջ, երբ որ այդ ձեր ասածը տեղի ունենում։ Ես այդ մարդկանց խորհուրդ կտամ, եթե փող ունեն, ավելաբար չէ քաղաքական գործիչներ առնեն, Փառք Աստծո հիմա շուկան մեծ է, տենց վաճառքի դրված շատ քաղաքական կուսակցություններ եւ քաղաքական ուժեր կան, թող իրանք իրենց փոխային խոսան, որտեղ իրանք որ խոսում են, լավ չի ստացվում, էշեշ բաներ են խոսում։ Դե ինձ թվում է նման հեռանկարներ կան, որովհետև Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք այնպիսի տեխնացուկ առաջադրեն վարչապետի, որ ընդունելի կլինի բոլորի կողմից, բայց գաղափարական ղեկավարը ամեն դեպքում լինելու է Սամվել Կարապետյան։ Ինչ ասել է գաղափարական ղեկավար, այսինքն նման հաստիկ կա, որ պիտի լինի առանձին վարչապետ եւ հետո նաեւ գաղափար։ Մենք ձերդ եթե ես չեմ սխալվում, անգամ այս թեմով խոսել ենք, Սամվել Կարապետյանը որպես քաղաքական պրոյեկտ, դա Բիձինա Իվանիշվիլի 2.0-ն է։ Այսինքն այնպես ինչպես որ ռուսները Վրաստան ուղարկեցին մի հատ ռուսաստանցի միլիարդատեր, որը շողքից ամբողջ երկիրը սկսեց կառավարել եւ շողքից ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում, Սամվել Կարապետյանն էլ երկրորդ այդպեսի ռուսաստանցի միլիարդատերն է, որը ուղարկվել է Հարավային Կովկաս, մեկ այլ պետություն, Հայաստան, նույն մեկին մեկ նույն պրոյեկտը իրականացնելու համար։ Այդ բաղան բացարձակ էական չի, վարչապետ ով կլինի, Վարդան Ղուկասյանը կլինի, սրբազաններից մեկը կլինի, դա էական չի։ Էականն այն է, որ ոնց որ Վրաստանում իշխանությունը պատկանում մեկ անձի, ամբողջ իշխանությունը, դատական, օրենսդրական, գործադիր, տենց էլ ըստ այդ պլանի, ըստ այդ պրոյեկտի պետք է լինի ըստ իրենց Հայաստանում։ Եվ երբ իրանք ասում են, չգիտեմ, դեռ հոգևոր են ասում, թե գաղափարական առաջնորդ են ասում, դա նկատի ունեմ, բաց չի։ Երեք Էդմոն Մարուկյանը հետաքրքիր հայտարարություն արեց նաև ըստ էության հարցումներ է արել, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս առաջատարը չէ, առաջատարը Սամվել Կարապետյանն է եւ խորհուրդ է տալիս, հորդորում է նաև մնացած ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացվել Սամվել Կարապետյանի ուժի շուրջ, որպեսզի իրենց միասնական նպատակ այն է Գյումրու սցենարով 2026 թվականին հնարավորություն ունենան այս իշխանություններին հեռացնել։ Դուք այս սցենարը հավանական համարում եք նախ ընդհանուր առմամբ այս հարցումները, որի մասին օրինակ խոսում է Ռոբերտ Քոչարյանը, օրինակ ըստ Ռոբերտ Քոչարյանի առաջատարը իր ուժն է, հետո Սամվել Կարապետյանի, Մարուկյանն ասում է, որ հակառակն է, Կարապետյանն է առաջատար։ Ինչ հարցումներ են իրանք արել, որ իրանք մենակ տեղյակ։ Իրանք են մենակ տեղյակ, որ տենց իրար մեջ չեն կարող կիսեն առաջ տեղը։ Այդ առաջինը, երկրորդը
Դե ես ձեր ասած հայտարարությունները իմեն ասած մտքի շարունակությունն է, էլի, որ ասում եք մարդիկ լավ կանեն, ընտրեն շուկայից մեկին, իրան որպես խոսացող եւ որպես դեմք օգտագործեն, տենց հնա տեխնացիները արդեն կան, այդ մեկ։ Եվ երկրորդը, այն որ Ռուսաստանի պլանը Հայաստանում կրկնել Գյումրիի սցենարը, դա ակնհայտ է։ Այսինքն Ռուսաստանը սպայությամբ ոնց որ դա իմիջիայլոց արել էին Մոլդովայում։ Խաղադրույք քանում է մի քանի քաղաքական ուժերի վրա։ Իդեպ մենք որպես հանրույթ, որպես մասնագետներ նաև պետքա շատ ուշադիր լինենք դրան, թե ինչա տեղի ունեցել Մոլդովայում։ Որտեվ տեխնոլոգիաները այնտեղ բավականին կատարելագործվել են ռուսական, որոնք խոսքը նաև այս վերջին խորհրդանական ընտրությունների մասին եւ առաջին հերթին խորհրդանական ընտրությունների մասին է վերջին Մոլդովայի։ Այդ բոլոր տեխնոլոգիաները նույնությամբ կիրառվելու են նաև Հայաստանում։ Ուրեմն ինչ են արել ռուսները այնտեղ։ Տարբեր քաղաքական պրոյեկտների մեջ ահագին ներդրումներ են արել եւ ֆինանսական, մարդկային, մեդիա եւ այլն եւ այլն։ Փորձել են դրանց բոլորին անցկացնել խորհրդարան, սրանք իրենց առանձին են գնացել, որովհետեւ օրինակի համար X-ի ընտրազանգվածը տանել չի կարողանում Y-ին, Y-ի ընտրազանգվածը տանել չի կարողանում X-ին։ Մոտավորապես ոնց որ մեր մոտ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան։ Սրանց ընտրազանգվածները միմյանց ոնց որ թե չեն սիրում։ Այ փորձեն ան բոլորին միաժամանակ ուրեմն խցկել խորհրդարան, եթե այնպես է ստացվում, որ սրանց բոլորի ձայները գերակշռում է իշխանության ձայներին, իրանց էլ չեն հարցնում, դուք ուզում եք միավորվեք, չեք ուզում միավորվեք, բան։ Իրանք միավորվում են, դառնում են իշխանություն։ Գիտեք ոնց չեն հարցնում, ոնց օրինակ, եթե ես ճիշտ եմ հիշում, անցած տարի Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, ասեց, բանը, մենք պետքա այլևս փողոցային պայքար չանենք, որովհետև այս իշխանության ռեյտինգը ընկնում է, մենք պետքա ուղղակի քաշվենք մեր կաբինետը, թողնենք այդ իշխանության ռեյտինգը ընկնի։ Հետո, երբ որ սկսվեց այդ բրյուսելյան գործընթացը եւ այլն, մեկ է իրանք սկսան դուրս գալ փողոց։ Այսինքն ակնհայտ էր, որ իրանք ասեցին այդ ինչ որ դուք որոշել եք այդ դրեք ձեր գրպանը, դուրս եկեք փողոց։ Նույն ձևով կլինի խորհրդարանում, այնտեղ էլ չեն հարցնել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանին հավանում է թե չէ։ Իրանք միավորվել են, դառնալու են մեկ ուժ, որովհետեւ կարողանան իշխանությունը վերցնել ԿՊ-ից։ Ասեմ, ճիշտ այնպես ինչպես եղավ Գյումրիում։ Որտեղ Գյումրիում էլ այդ երկու հիմնական տեխնացուները, տենց ոնց որ տենց արյան վրեժ ունեին իրար հետ, բան ունեին, ես ինչ չգիտեմ, ինչ ատում էին իրար, չգիտեմ ինչ էին անում, բայց երբ որ քաղաքական կոնյունկտուրան ստեղծվեց, բնականաբար գնացին միասին։ Հիմա պլանը նույնն է նաև խորհրդանական դրությամբ եւ այդ Մարոկյանն այնքան ազնիվ է, որ ասում է, որ պլանը դա է։ Բայց հետաքրքիր է, որ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը եւ նաեւ Մարուքյանի հարցումներից խոսեցի, Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր շեշտադրում էր անում, որ ամեն դեպքում ընդդիմադիր ուժերի մեջ առաջատարը իր ուժն է լինելու։ Այստեղ ինչ որ ակնարկ կարող ենք հասկանալ եւ նաեւ ակնարկում էր, որ հենց այդ ուժի շուրջ պիտի հավաքվեն մնացած ուժերը, այսինքն Ռոբերտ Քոչարյանը հավակնում է հետ գալ, վերադառնալ որպես վարչապետ։ Ռոբերտ Քոչարյանը չի որոշում։ Դա որոշում են այն մարդիկ, ովքեր որ հովհարն են պահելու այդ քաղաքական ուժի վրա։ Ոնց որ թե ազգանունն էլ հայտնի է, Կիրիենկոն ասում, ինչ են ասում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը կապ ուներ այդ հանգամանքի հետ, որ հրապարակ թերթը գրեց, որ Մոսկվայում է Կիրիենկոյի հետ հանդիպում է ունեցել, հետո մի քանի օր։ Դե որ այդ ուժերը հիմա իրար մեջ պայքարում են եւ Ռուսաստանի աչքերում պայքարում են նաեւ տենց որ իմ մեր վրա ոնց որ ասած բան արեք, անուն ինչա, խաղադրույքը մեր վրա արեք։ Դա ակնհայտ է, այսինքն այդ գզվրտվոցն է, բայց դե որոշողը այնտեղ է, էլի, իրանք կորոշեն թե որը խաղադրույք կանեն։ Հիմա քանի որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ այս իշխանության գլխավոր մեղավորությունն այն է, որ նախ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ հետնել ասուլիս է տալիս, բայց նաև ասուլիսի ժամանակ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց իշխանության հասցեին, մեկը որ կոռուպցիաների պարագլուխ են դարձել, այնինչ փորձում էին կոռուպցիայի դեմ պայքարել, խոսեց նաև մարտի 1-ի եւ Պողոս Պողոսյանի հայտնի գործերի մասին, որ ասաց փորձում են ինվզին փաթաթել, բայց օրինակ Պողոս Պողոսյանի պրիվետ ռոբը իրեն չէր կարող որևէ ձևով վիրավորել, որովհետեւ մայրը եւ կինը իրեն էլի ռոբով են դիմում, հետո նաեւ խոսեց Միեդի վճռից, ասաց դա ընդհանրապես իր հետ ոչ մի կապ չունի, ինքը դրանից հետո պաշտոնավարել է տարի։ Մեկ ասում լավ անում։ Լավ անում, քիչ անում։ Մեծ տեղն է, այս իշխանությունը տեղն է, քիչ անում, պետք է ավելի շատ ասի, պետք է ասի, դուք եք սպանել ընդհանրապես Պողոս Պողոսյանին։ Լավ անում, կարում անում։ Թողնի։ Այսինքն գլխավոր բաց թողումը էլի գալիս ենք այնտեղ, որ ինքը նախ կարող է հիմա մամլա ասուլիս տա։ Իսկ ինչ սпасել Սերժ Սարգսյանի ուժից, որը դեռևս կարծես թե այսպես շախմատային տրամաբանությամբ սպասում է թե ով ինչ քայլ կանի, ինչպես չեմ սխալվում, թե իրանց վերջին հայտարարությունը եղավ, որ մասի նախքին թե ներկա քաղաքապետն է իրանց վարչապետի տեխնացուն դնելու, ինչը նշանակում է իրանք իշխանություն չեն ուզում, հետաքրքիր դիրքավորում է ինչ խոսք, դե ընդհանրապես Սերժ Սարգսյանը միշտ առանձնացել է իր այսպես մանևրական քաղաքականություն վարելու կարողությամբ, բայց դա էլ է մեծ տեղից ինձ ասեմ։ Իսկ մեծ տեղն է, որ օրինակ Նարեկ Կարապետյանը սպառնում է, որ եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեք, այս բողոքի ակցիաները ավելի լայն թափ են ստանալու, ընդհանուր դրանք հասնելու են հանրապետական մարտահրավերին։ Ես խնդիր չեմ տեսնում, հիմա թող փորձեն, եթե մոտները ստացվի, նշանակում է
այս երկրում տրամադրությունները փոխվել են, իրականությունը փոխվել է։ Հիմա եթե իրանք կարծում են, որ իրանք կանալու են համընդհանուր համազգային ուրեմն բան սկսեն, շարժում սկսեն, չգիտեմ, ընդդիմություն սկսեն մեկ մարդուն ազատ արձակելու նպատակով եւ իշխանություն վերցնելու նպատակով, թող փորձեն, քանի դեռ դա գտնվում է օրենքի եւ ուրեմն համադրական կարգի շրջանակներում, այստեղ ուրեմն խնդիր չեմ տեսնում, քաղաքական պայքար է։ Եվ շատ է խոսվում բռնաճնշումների մասին, պարոն Քոչինյան, օրինակ ընդդիմությունը հատկապես այսպես միշտ ասում է, որ քաղաքացիական պայմանագրի կողմից թիրախավորվում են, անգամ հրապարակ թերթը գրել է, որ քաղաքացիական պայմանագիրը արդեն իսկ սկսել է թիրախավորել նաև Կարեն Կարապետյանին, մտավախություններ ունենալով, որ օրինակ մեր ձևով շարժումը կարող է առաջադրել հենց Կարապետյանի թեկնածությունը, այնինչ քաղաքացիական պայմանագրից դեռևս ոչ մի անդրադարձ Կարեն Կարապետյանին եւ հնարավոր հավանական թեկնածուին չի եղել։ Ինչի մասին են այս մեղադրանքները, որոնք երբեմն արեստացին են, այսինքն որ քաղաքացիական պայմանագիրը ճնշում է, իրենք բռնաճնշված են։ Դա է նորմալ, որովհետեւ նախընտրական տրամաբանություն այլևս Հայաստանում սկսվել եւ այլևս ամեն ինչ վերաբերվում է եւ վերաբերվելու է 2026 թվականի հունիսյան ընտրություններին եւ այդ քաղաքական ուժերի փոխհրաձգությունները միմյանց բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելը, ասելը բրբան այդ ազգային ժողովի հայտնի խոսույթը այդ գողփիսո քաչալ շուն, չգիտեմ, դավաճան, մարդասպան։ Այդ ամեն ինչը երկը շարունակվելու է, այս ամեն ինչի մեջ ցավալին այնա, որ այս ամբողջ խոսակցության մեջ հայ ժողովուրդը չկա եւ հայ ժողովրդի կենսական հետաքրքրություններն ու շահերը չկան, չկա ստեղծարար բանավեճ, հասկանում եք, չկա ստեղծարար խոսակցություն։ Ամբողջ խոսակցությունը կամ անցյալի մասին է, կամ միմյանց սվացնելու եւ միմյանց մեղքերի մասին է։ Ես օրինակ շատ կուզեի, որպեսզի Հայաստանում ընդդիմության եւ իշխանության խոսույթը, խոսակցությունը, բանավեճը լիներ կոնկրետ քաղաքական պրոյեկտների, Հայաստանի արժեվ ծառացած կոնկրետ սպառնալիքների եւ այդ սպառնալիքները հանգուցալուծելու մասին։ Այդ սպառնալիքներն ու այդ խնդիրները քիչ չեն, էլի, մեղմ ասած քիչ չեն։ Ինչպիսի ռեֆորմների օրակարգ ունեն այդ կուսակցությունները, այ ինչն են փոխելու։ Մեր արժեվ կանգնած են հսկայական ռեֆորմներ պահանջող հարցեր, չգիտեմ, լեզվի եւ եկեղեցի պետություն հարաբերություններից սկսված մինչեւ տնտեսական կյանք, զինված ուժեր, կրթություն եւ այլն, այսինքն բոլոր ոլորտներում մենք ունենք հսկայական ռեֆորմների կարիք, բայց այդ ամեն ինչի մասին չի խոսվում։ Խոսվում է թե ով ումա ոնց բռնաճնշում, ով ոնց է դրան արձագանքում եւ այդ հիմար խոսակցությունները։ Միով բանի երևի թե մեզ այս պայծությամբ ամենամեծ բանը որ պակասում է դա ժողովրդավարական ընդդիմությունն է։ Այ այն ինչ որ չկա, ինչու չի ձևավորվում այդ առողջության տեղի ունեցավ Վրաստանում, երբ որ Սաակաշվիլին ուրեմն տարիներ շարունակ Վրաստանը կառավարում էր, իրեն այլընտրանք որևէ ժողովրդավարական ուժ այդ երկրում չձևավորվեց։ Չի ձևավորվում այս պայծությամբ դա Հայաստանում մի քանի պատճառներ կան դրա։ Առաջինը չի եղել դեկապիտալիզացիա, ուրեմն այն կուսակցությունների, որոնք որ իրենց ունեցվածք, իրենց հարստությունը ձևավորել են հանցավոր ճանապարհներով։ Օրինակ իմ կարծիքով հանրապետական կուսակցության եւ դաշնակցություն կուսակցության այդ հսկայական ունեցվածքները, որոնք որ իրանք ունեն, մեծ հարցականներ կան այդտեղ, թե այդ ունեցվածքները ոնց են առաջացել եւ ոնց են այդտեղ տեղավորվել։ Մեկ այլ խնդիր է այն, որ մինչեւ այսօր էլ Հայաստանում կան մուլտիմիլիոնատեր քաղաքական գործիչներ, որը պրոբլեմատիկ է նման փոքր երկրի համար։ Եվ վերջապես երրորդ խնդիրը Հայաստանում չի ձևավորվում այն մշակույթը, որը որ կա օրինակ համար արևմտյան ժողովրդավարական պետություններում, երբ որ բիզնեսները, ինչու ոչ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնում եւ անում են իրենց հաճելի, իրենց գաղափարակից կուսակցական ուժերի ֆինանսավորում։ Դա ըստ էության միակ ճանապարհն է, երբ որ քաղաքական ուժ է ձևավորվում, քաղաքական թիմ կա, քաղաքական ակտիվ կա, քաղաքական կառույց են իրենք ուզում ձևավորեն, չգնան մի հոգուց այդ գումարը վերցնեն, չգիտեմ, չգնան Ռուսաստանից այդ գումարը վերցնեն կամ որևէ օլիգարխից այդ գումարը վերցնեն, որտեղ դա ի վերջո ինչ որ գումար է, չէ՞, պետք է այդ կուսակցական կառույցը ձևավորելու, ինչ որ ժամանակ աշխատավարձներ տալու եւ այլնի համար։ Հիմա դրա ձևը ամբողջ աշխարհում, բոլոր տեղերում, որտեղ որ կուսակցական համակարգը ձևավորվում է, դա այդ բաներն են, դոնացիաներն են, այդ բարեգործություն բառաստեղ երևի այնքան է տեղը չի, ներդրումներ երևի թե ճիշտ կլինի օգտագործենք, այդ ներդրումներն են մարդկանց, բիզնեսների կողմից այդ քաղաքական ուժերի մեջ, որոնց ասում եմ, որի որ հարում եք դրան։ Սա է ճանապարհը, որպեսզի այդ քաղաքական ուժերը Հայաստանում ձևավորվեն։ Թե չէ դրանք լինելու են միշտ ինչ-որ սաղմնային վիճակում, միշտ մի քանի հոգու լավ քաղաքական նպատակների, լավ քաղաքական գաղափարների տրամաբանության մեջ, բայց ոչ ավելին։ Ու ընթացքում ձևավորվելու է թափ են առնելու մենակ այն ուժերը, որոնց մեջ կոնկրետ մարդիկ կամ կոնկրետ արտաքին քաղաքական ուժեր ներդրում են կատարել, որը երբեք Հայաստանի մասին չի ու Հայաստանի լավի մասին չի։
Պարոն Քոչինյան, քանի որ բերեցիք Վրաստանի եւ Սաակաշվիլիի օրինակը, մենք կարող ենք նույն պատկերն ունենալ, ինչ որ հիմա Վրաստանում է։ Ես նման հնարավորությունը չեմ բացառում, առավել եւս, որ ակտորները, որոնք որ կառուցել են ժամանակակից Վրաստանը, հիմա նույնը փորձում են անել Հայաստանում։ Իսկ կա հստակ Ռուսաստան, որ այստեղ հստակ ուղարկել է մի ռուսաստանցի օլիգարխ, որի առջև դրված է հստակ այդ նույն նպատակը, այսինքն այդ պրոյեկտը ինքը երևում է շատ հստակ։ Հիմա ամբողջ հարցն է, թե Հայաստանի ժողովրդին ինչ աստիճանի դիմադրունակություն կցուցաբերի դրան։ Մենք շատ սիրում ենք ասել, որ մենք վրացիքից խելոք ենք, չգիտեմ, վրացիք տուտուցեն են։ Հիմա ժամանակը ցույց կտա։ Եվ պարոն Քոչինյան, նաև ձեր խոսքում կարևոր բան նշեցիք, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին կարծես թե խոսույթ չկա այս բանավեճում, երբ որ փորձում են նախընտրական տրամաբանության մեջ դիրքավորվել, բայց վերջին շրջանում հատկապես օգոստոսի 8-ի իրողություններից եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո գրեթե ընդդիմադիր, ընդ որում եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր չմնացին, որ Հայաստանի իշխանություններին չմեղադրեին ուղիղ Ադրբեջանին պատերազմ հրահրելու, սադրելու, անգամ Լևոն Զուրաբյանը 3 ֆակտորի տաղավարում հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է ասել Թուրքիային եւ Ադրբեջանին հարձակվեք, որովհետեւ բանակցային եղանակով մենք ոչ մի հարց չենք լուծելու։ Սրանք վտանգավոր խոսույթ չեն, նաեւ թեկուզ նախընտրական տրամաբանություն։ Ես չէի լսել այդ ընդդիմության բաները, բայց չհասկացա, եթե մենք Թրիփինգները ստորագրել Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդն են սադրել 2020 թվականի պատերազմը։ Այն ժամանակ, ոչ թե հիմա։ Այն ժամանակ, հա։ Ոյ։ Ընդ որում դրա մասին խոսել է եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, հիմա ՀԱԿ-ը վերջին շրջանում ամենաակտիվ ձևովն է այս թեզը շրջանառում։ Իսկ հետաքրքիր է, սա վտանգավոր թեզ չէ, առաջին հերթին, ինչպես դուք ասացիք, Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Միանշանակաբար դա վտանգավոր թեզ է, իրականում սրա լավագույն, այսպես գիտեք, պատասխանը որը կլինի, եթե վերջապես հրապարակվի ամբողջ բանակցային process-ը, այլ մի քանի անգամ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ թղթերն են պատրաստում, չգիտեմ, Պահարանի բերևից, սեյֆի տակից բանամեն տեղից այդ թղթերը հանում են պատրաստում, լավ, հիմա ինչքան է տևում, 3 տարի է տևում այդ թղթերը պատրաստել, հրապարակեն թող այդ թղթերը, դա կլինի շատ ուժեղ եւ շատ լուրջ պատասխան այս ամբողջ խոսույթին, տեսնենք ով ինչ էր բանակցում, ով ինչը ուր էր հասել, ով ինչ էր ուզում, դա շատ կարևոր քայլ է լինելու։ Ամբողջ բանակցային գործընթացի հրապարակում ի վերջո մանավանդ այդ գործընթացը այլևս չկա, Մինսկի խումբը այլևս չկա, հասկանում եք, այսինքն այն ամեն ինչը որ կարար համարվել գաղտնի, այլևս ակտուալ չի։ Դա առաջինը եւ երկրորդը քննիչ հանձնաժողովի զեկույցը 20 թվականի պատերազմի վերաբերյալ իսկ կարծեմ նույնպես պետք է հրապարակվի։ Անկամ եթե հիմա չէ, բայց ինքը պետք է հրապարակվի։ Այս երկուսը միասին վերցրած, թե ով ինչ է բանակցել եւ պատերազմի ժամանակ ըստեյության ինչ է տեղի ունեցել, շատ հարցերի պատասխաններ կտան եւ այդ բոլոր մանիպուլյացիաները հնարավոր կլինի այլևս դադարեցնել ու իրականությունը ներկայացնել Հայաստանի հասարակությանը։ Բայց տեսեք, դուք ինչ եք ասում։ Ամբողջ ընդդիմության խոսույթը նորից վերաբերվում է թե այն դեպքերի համար ով է մեղավոր։ Ես դեմ չեմ, մենք պետք է իմանանք թե դեպքերի համար ով է մեղավոր եւ կարծում եմ որ եթե նույնիսկ այս իշխանության ժամանակ չէ, ապա հաջորդ իշխանության ժամանակ կլինեն եւ քաղաքական պատասխանատուներ եւ իրավական պատասխանատվություններ, հարցը դա չի։ Բայց կառուցել ընտրական process-ը մենակ դրա վրա, դա ես չեմ ուզում ասել լուրջ չէ, բայց դա ճիշտ չէ։ Որտեվ սա հասկանում եք, սա պետություն է, սա ժողովուրդ, այստեղ մարդիկ են ապրում, այդ մարդիկ ունեն կարիքներ, այդ մարդիկ ունեն հետաքրքրություններ, այդ մարդիկ ունեն սոցիալական կյանք, այդ մարդիկ ունեն անվտանգության կարիք, այդ մարդիկ ունեն կրթության կարիք։ Եվ առաջին հերթին այդ մարդկանց հետաքրքրում է թե այս կուսակցությունները ինչ են մտածում այդ կարիքների բավարարման մասին։ Նորից եմ ուզում ասել, այնպես չի, որ ես հիմա փորձում ինչ-որ ձև քողարկել կամ մոռացության մատնել այդ դեպքերը։ Այդ դեպքերը պետք է բացահայտվեն եւ յուրաքանչյուրը իր պատասխանատվության չափով պետք է պատասխանատվություն կրի։ Բայց դա փորձել դարձնել ընտրական process-ի հիմնական թեման ինձ թվում է մի քիչ թերագնահատել է այս ժողովրդի ինտելեկտուալ կարողությունները, ասենք։ Իսկ Արցախի վերադարձը, որ էլի պարբերաբար շահարկվում է, վերջերս էլ Սերժ Սարգսյանը էլի հայտարարեց, որ ի տարբերություն այս իշխանությունների եւ իր ուժի համար Արցախի էջը դեռևս փակված չէ։ Այս շահարկումները կրկին իրատեսության ժանրից են, չեն կարողանում հաշտվել Արցախի կորստի հետ, թե էլի մանիպուլատիվ են։ Ձեր հարցադրման եւ թե լավագույն պատասխանը դաշնակցության հրապարակած երկու նյութն է, որ առաջինում գրել էին Արցախի վերադարձ, հետո խմբագրել են գրել են Արցախ վերադարձ։ Այդ մի հատ դեստոցիոնը մի հատ իով դաշնակցությունը հրաժարվել է Արցախի վերադարձից։ Հիմա դե թող գրան ասեն տենց է, թե տենց չի։ Այդ մասով։ Հիմա ինչ վերաբերում է իրականությանը եւ չիրականությանը։ Գիտեք, ես կարծում եմ այս պայծությամբ մենք խնդիր ունենք կենտրոնանալու Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության կենսունակության վրա, հարատևության վրա, ինքնիշխանության վրա եւ կարողությունների ավելացման վրա։
այս փուլում մեր արժև դրված միակ խնդիրը, միակ խոսակցությունը մեր պետք է լինի սրա շուրջ, որովհետև այս պայքարը վտանգված է սա։ Եթե սա չլինի, մնացած ոչ մի բան այլևս անիմաստ է։ Ղարաբաղ չի կարող լինի եւ Ղարաբաղը անիմաստ է առանց Հայաստանի Հանրապետության։ Դրա համար ամեն ինչից վերջ, ամեն ինչից առաջ, ամեն ինչից կարևոր Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանի Հանրապետության շահերը։ Ով որ այս թեզիսը, այս պարզագույն թեզիսը ուրեմն չի ընկալում, ես կարծում եմ ինքը պետք է տեղ չունենա Հայաստանի քաղաքական դաշտում։ Ասացիք, որ հիմա պիտի աշխատենք Հայաստանի Հանրապետության կենսունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը այդ նախադրյալներից մեկն է եւ միանշանակ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այն կարևորագույն արարն է, որը որ ապահովելու է այս պետության հարատևությունը։ Ես ձեզ ասեմ ավելի, օրինակ հիմա որ բավականին մոդայիկ է դարձել մեր քաղաքական դաշտում խոսել եվրոպական ինտեգրացիայի, եվրոատլանտիկ ինտեգրացիայի մասին։ Ինձանից շատ թող ոչ մեկ չուզենա եվրոպական ինտեգրացիա։ Ինձանից շատ քիչ մարդ կա, որ դրան ճանապարհորդում է եւ հանդիպումներ ունենում թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում եւ պատկերացնում է արևմտյան քաղաքական ուրեմն իրականությունը։ Ես այսպեսի բան ասեմ, ես անիրատեսական եմ համարում այդ խոսակցությունը, քանի դեռ տեղի չունեցել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում։ Չի կարող լինի Հայաստանի եվրոպական ինտեգրացիա առանց հայ-թուրքական կարգավորման գործընթացի։ Առնվազն այն պարզ պատճառով, որ մենք չունենք տնտեսական ինտեգրացիայի հնարավորություն Եվրոպայի հետ առանց Թուրքիայի։ Վրաստանով ճանապարհը բավարար չի, մեղմ ասած, թե քաղաքական պատճառներով, այն ամեն ինչի որ հիմա տեղի անում Եվրոպայի եւ Վրաստանի միջեւ։ Թե աշխարհագրական պատճառով, որտեղ մեր բեռները պետք է գնան հասնեն Բաթում պետք է նստեն նավով պետք է գնան Սոբան, Ռումինիա կամ Բուլղարիա, նորից նստեն երկաթ գիծ։ Այդ մոդուլների փոփոխությունները անիմաստ են դարձնում այդ առևտրաշրջանառությունը, հասկանում եք։ Դրա համար իրական ինտեգրացիան Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ սկսվել է մենակ այն պայծքից, երբ որ տեղի ունենալու հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումը։ Եվ ինչին է սպասում Ադրբեջանը տարբեր ժամկետներ է նշվում, պարոն Քոչինյան, դուք էլ գիտեք, նաև Ֆիդանը հայտարարություն արեց, որ ըստ էության մինչև այսպես այդ ժամկետը, եթե հաշվի առնենք, մինչև խորհրդարանական ընտրություններ հնարավորություն է տեսնում ստորագրման։ Դուք այդ հնարավորությունը տեսնում եք թե չէ, եւ եթե չէ, ապա ինչին է սպասում Ադրբեջանը։ Օրինակ կարող է Ալիևը սպասել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի դրանից հետո հետևություն անի։ Գնում է խաղաղության պայմանագրի ստորագրման, թե ոչ։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը այս այդքան միանշանակ չեմ ընկալում, որ իրանք այդպես միանշանակ չի, որ ասում են, որ մինչև 26 թվականի հունիսը իրանք բացելու են սահման եւ հարաբերությունները կարգավորելու են, այնտեղ խոսքը որ ուղակի մեջ կարդակ, այնց ուղիղ չի դա ասվում։ Ինչ վերաբերում Ադրբեջանին, ես կարծում եմ իրանք առնվազն սպասելու են մինչև 2026 թվականի հունիս, որպեսզի Հայաստանն թե իրենք ինչ Հայաստանի հետ գործ ունեն եւ բոլոր պրոյեկտները, բոլոր նախագծերը, բոլոր ուրեմն զարգացումները տեղի ունենալու հենց 26 թվականի հունիսից հետո, որովհետեւ դա ըստ էության Հայաստանի պատմության մեջ երևի թե կարևորագույն ընտրություններն են լինելու։ Դրանով է որոշվելու թե Հայաստանը ինչպիսի պետություն է, դեպի ուր է գնում, շարունակում է արդյոք առաջնորդվել այն ռազմավարությամբ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի ֆորպոստը հարավային Կովկասում, որ դրա դիմաց իրանք մեզ պաշտպանում են, թեպետ 21-ին եւ 22-ին մենք տեսանք, որ իրենք մեզ դրա դիմաց չեն պաշտպանում։ Եվ մի շարք այլ կարևորագույն հարցեր ընտրում ենք մենք արդյոք ժողովրդավարական զարգացման ուղին եւ այլն եւ այլն։ Այսինքն սրանք Հայաստանի պատմության մեջ կարևորագույն ընտրություններ են եւ մեր բոլոր հարևանները եւ ոչ միայն հարևանները ուշով հետևելու են այս ընտրություններին, որոշ պետություններ, ինչպիսիք են օրինակ Ռուսաստանը, փորձելու է ակտիվորեն ներգրավել այդ ընտրությունների մեջ։ Այս ընտրությունները նաև դատապարտված են լինել աշխարհակաղակական process-ների կիզակետում, ինչքան էլ դա որոշ մարդկանց դուր գա կամ դուր չգա, մարդիկ ասում են, այնպես անենք չլինեն աշխարհակաղակական գործընթացների կիզակետում, դրանք այլևս հայտնվել են աշխարհակաղակական գործընթացների կիզակետում եւ լինելու են այդտեղ։ Պարոն Քոչինյան, իսկ ինչ հետևություններ պիտի անի հանրությունը, որովհետև ամենատարօրինակ թեզեր են շրջանառվում, ընդ որում մի մասը ուղիղ կապ ունեն ազգի էմոցիոնալ, այսպես շերտերի հետ։ Օրինակ, ընդդիմությունը վերջին շրջանում շատ է կրկնում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները կատարում է եւ եթե օրինակ 2026 թվականին վերընտրվի, ապա էլի մենք հարցազրույցը հենց դրանով սկսեցինք, որ պիտի գնա կամ Թուրքիա կամ Ռուսաստան եւ այս թեզերը արդյոք չեն խանգարելու հասարակության եւ արդյոք հասարակությունը, բայց նույնիսկ եմ ասում, սա քաղաքական process է, եթե դուք ունեք նուրբ մաշկ քաղաքական գործունեությունը ձեր համար չի, քաղաքական գործունեությունը Վանո Սյադեղյանը մեծ լավ խոսք ունի, ասում է քնքշություն ակնկալեք ձեր սիրուհիներից, ոչ թե քաղաքական գործիչներից, նորմալ է իրար հարվածում են։ Այսինքն այդ խոսույթները ամեն դեպքում այդ խոսույթը չի կարող վնասել ընտրական process-ներին։
Տեսականորեն կարող է։ Կարող է հարվածել օրինակ իշխանության վարկանիշին, որին հաճախ կապում են Ադրբեջանի, Թուրքիայի հետ եւ նրանց թեզերի հետ, այսպես ասած, փորձում են նույնացնել։ Շնորհակալ եմ, պարոն Քոչինյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ, կհանդիպենք։